Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում, այդպիսի երկիրը ապագա չունի, ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը, սկզբունք խիղճ համոզմունք չունեցողների իշխանությունը պատված է դառնում հասարակության գլխին, դուք այդպիսի իշխանություն եք, ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ, մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել, պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ ինքնիշխան պետություն կայացնել, ազգային հոգեկրթված չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել, մտքի ու կամքի ազատություն չունեցողը ստրուկ է եւ ղեկավարի եւ օտարի, 8.5 տարվա ձեր հաշվետշտիրը ավերումն է, կորուստները, կեղծիքը, երեսպաշտությունը, շարունակական զիջումները, նոր ծրագիր ներկայացնելուց առաջ քաղաքական պատասխանատվություն պիտի կրեք, այլապես ինչպես արդեն անոնսել եք, նոր ողբերգություններ եք բերելու։ Իրական Հայաստանի ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել, կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունով։ Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք ֆեյք եք, ոչ հայկական, հակահայկական երանգներով։ Հեյդարի տղա Իլհամը երբևէ ասել է, որ օկուպացրել է հայ ինքնիշխան տարածքը։ Երբեք չի ասելու, այլ բաներ ասել է կապիտուլյացիա եք ստորագրել, ասել է երկխոսություն չկա մոնոլոգ է, ինչ ասում եմ անում են, ասել է Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, ասել է տանկերով չեն գալու, այլ անխոչնդոտ մեքենաներով, ասել է գոյչա, ասել է ատոմակայան չի լինելու, ասել է նոր սահմանադրություն, հակադարձեք, քանի քառակուսի կիլոմետր է օկուպացրել, 200, 220, 250, Գորիս Կապան ճանապարհը միանձնյա որոշումով ՊՆ նախարարի ստորագրությամբ հանձնել եք, վիզ ծռելով նպատակին չեն հասնում, դուք կազմաքանդում եք Հայաստանի Հանրապետությունը, ձեր բերելիք 4-րդ հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ, նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի անինքնություն տարածք է արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա բռնի հակաժողովրդավարական ներկայություն եք անխուսափելի հատուցման վերջաբանով։ Ինչ որ կար ժամանակ էլ ձեզ իշխանություն համարեք, անվերջ ֆեստիվալվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, քպական կաստայով ապրեք վայելեք ձեր այսօրը, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում, հարգելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ղեկավարել է այս երկիրը եւ լավ է ղեկավարել, նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է եւ տմարդություն։